Ես չեմ հասկանում, ինչի այսօր այդ տունը չծախեցինք։ Ուֆ, արա, քեզ քանի անգամ ասեմ, որ ծախեինք, այդ տան փողը պետք է կիսվենք 3 հոգու մեջ։ Ավելի լավ չի 3 հոգու մեջ կիսվենք, քան 4, 5, 6 հոգու մեջ։ Այսինքն Քո հորը իմանալով, հեսա ամիսը մեկը հայտնվելու է ու ասի, որ այս տնից փայ ունի։ Ոչ չեք կարա այս տան մեջ 100 հոգով ապրենք կամ էլ ծախելուց մեզ տակը մնա 1000 դրամ։ Էդ էլ ես ճիշտ ասում։ Վաղը ես այդ հարցը կլուծեմ, բայց մինչև այդ արի մոտս։ Օֆ, հավեսը չունեմ։ Самсон, скажи, пожалуйста, երկու ժամ զուգարանում ինչ էիր անում։ Ոնց։ Ես 2 ժամ զուգարանում էի։ Да, Արետ, տավալետը ոնց որ կազինո լի։ Մտնում ես ու մոռանում ես ժամանակի մասին։ Անեց արագ ասում չես էլ հասկանում։ Հետո էլ որ հելում ես, տենում ես որ մեջ ես։ Самсон, у меня уже аллергия քո բարեկամների վրա։ Ինչ։ Ուզում ես քեզ ալերգիայի տեղ տամ։ Крошка, я тебя очень прошу. Արիստունը ծախենք ռուսներին, մեր փայը վերցնենք ու գնանք։ Լանա, մեր փայից այ այսքան է մնացել, որ միտեղ նստենք կուշ փորով հաց ուտենք, այդ փողը կվերջանա։ Հա, բայց մենք ունենք փող։ Կյանքս փողը լավ բան է, բայց մի հատ կռիս հատկություն ունի, վերջանում է։ Կստատի, իմ համբերությունն էլ վերջանալու հատկություն ունի։ Լավ, կյանքս մի նեղացի, արի մոտս։ Դե արի մոտս, Значит, слушай сюда внимательно. Քանի մենք այս տանն ենք, ոչ մի արի մոտս։ Դե ինչ ես խոսում, կատակ ես անում, չէ։ А вот и нет. Спокойной ночи, кролик. Ես ինչ եղավ, պետք է մի բան մտածել։ Բայց դե լավ է Ջուլիկ։ Ասեցի չէ։ Ջուլիկ, հեսա կանանց մի ամսյակն է, քեզ ինչ նվեր կուզես առնեմ։ Նվեր։ Կակրաս մոբայլ ցենտրում մարտի 8-ից մինչև ապրիլի 7-ը գնումի հետ նվեր են տալիս։ Ննայ, սրանից կուզես։ Շատ լավն է։ Դե արի մոտս։ Իրա։ Հետը շատ կարևոր խոսալու բան կա։ Կակրաս ես էլ ունեմ քո հետ կարևոր բան խոսալու։ Լսի, Լանան, ինձ ոնց ասեմ, Հասկանում եմ աղբեր, Ջուլիկն էլ ինձ։ ես այս երկար չեմ կարա ձգեմ։ Ես է։ Լսի, առաջարկում եմ մի բան անենք, այս տունը ծախենք։ Բարուկամ։ Լանա ջան, Ջուլիկ ջան, քուրիկ ջան,
Ես ու Շավոն որոշել ենք տունը ծախենք, որովհետև այսքանով հնարավոր չի այս տանը ապրել։ Հենա, այս մարդն էլ լավ գին ասում։ Ինչքանով եք ուզում ծախել տունը։ Հա, ինչքանով եք ուզում։ $30,000։ Ինչքան։ Կայֆոտա չէ։ Հախակ գնացիք, մենք այդքանով տուն չենք ծախի։ Ջուլիկ հիմա ամենահարմար գինը էդ է։ Շավո, ինչն է հարմար։ Այդ 30,000 որ բաժանեն 3 մասի, դառնալու է մարդը $10,000։ Դե տեսեք, շուկայական գները հիմա էդ է։ Չէ ախպեր։ Այո։ Համել, բացի դրանից էլի պատճառ կա, որ մեր տանկինը տես ցածր է։ Չէ։ Չես հիշում, որ ինձ ասեցին, որ մեր տան տարածքում ռադիացիա կա, դրա համար էլ մեր տան գները ցածր է։ Հիշում ես, չէ։ Այո։ Նայ, մարդը իրա բերանով հիշում է։ Нет, никогда։ Մենք այս տունը 30,000-ով չենք ծախելու։ Извините, до свидания։ Հա, հաստատ, գնացեք ստեղից։ Չլսար քեզ աղջիկեք ինչ են ասում։ Հելար, Էս ինչ արեցին։ հլե սուլերին նայ, ուզում էին ինձ գցեին, բայց իրանք իրանց գցեցին։ Դա ես է գնացի իմ գործերով։ Էս ինչ արեցիք։ Բա ինչ 30,000։ Այս մարդը մեր բերած մարդն էր։ Հայկուհուն ընդամենը $10,000 տալու ենք, ճամփեինք։ Հետո էլ տունը մեր ուզած գնով կծախենք։ Ո՜ր։ Извини, малыш։ Ես քո իզվիներերը հավասը չունեմ։ Բա ինչի մեզ մի բերան չասեցիք։ Որ բնական ստացվեր, հրկեն հավատան, իմպրովիզ անեիք էդ։ Տունը չծախեցինք, բայց մեծ կարևոր հարց գցեցինք տեղը, չէ։ Հա։